Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ ԵՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Թբիլիսիում տեղի ունեցած ակցիային իր մասնակցության հետ կապված աղմուկի ֆոնին հրապարակային դիմել էր Վրաստանի վարչապետին, հրավիրելով Ֆինլանդիա հանդիպելու Ազատ մամուլի հետ եւ դիտարկելու ցանկացած ակցիա։ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ֆինլանդիայի արտգործնախարարի հայտարարությանը, շեշտել, մտադիր չէ մասնակցել որևէ երկրում անօրինական բողոքի ակցիայի, այդ թվում Ֆինլանդիայում։ Կոբախիձեի խոսքով հանրությունն ամեն ինչ հստակ տեսել է։ Անկեղծ ասած նրա վարքագիծն անպատվաբեր է։ Նա եկել է որպես ԵՀԿ գործող նախագահ, այլ ոչ թե որպես Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար։ Ինչպես կարելի է այդքան կոպտորեն միջամտել քաղաքական գործընթացին, առավել եւս երբ այցը ԵՀԿ հովանու ներքո է։ Նա ստացավ այն արձագանքը, որին արժանի էր։ Կոբախիձեն նկատել է, որ սա միայն Ֆինլանդիայի խնդիրը չէ, այլ ամբողջ եվրոպական բյուրոկրատիայի։ Շվեդիայի արտգործնախարար Մարիա Ստեներգարդը X-ի իր էջում կիսվել է ԵՀԿ նախագահ եւ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի գրառմամբ։ Ստեներգարդը միանում է Վալտոնենի տեսակետին, որ Վրաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն վրաց ժողովրդին։ Իմ գործընկեր Էլինա Վալտոնենից կարևոր հիշեցում։ Վրաստանը որպես ԵՀԿ անդամ պետություն պարտավորվել է ապահովել, որ իր բնակչությունն ազատ եւ արդար ընտրությունների, բաց քննարկումների եւ ազատ մամուլի միջոցով հնարավորություն ունենա ինքնուրույն որոշելու սեփական ապագան։ Շվեդիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին կատարել այս պարտավորությունը։ Վրաստանի խորհրդարանն ընդունել է վարչական իրավախախտումների եւ հավաքների ու ցույցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։ Դրանց համաձայն հավաքի կամ ցույցի մասնակցի կողմից դեմքը դիմակով ծածկելու, արդյունքաբեր գազ եւ կամ թունավոր նյութեր ունենալու, նաեւ ճանապարհ փակելու եւ ժամանակավոր կառույց ստեղծելու առաջին դեպքը կհանգեցնի վարչական կալանքի մինչեւ 15 օր ժամկետով, իսկ եթե խախտողը կազմակերպիչ է, ապա վարչական կալանքի մինչեւ 20 օր ժամկետով։ Բացի այդ, ըստ փոփոխությունների նման հավաքին կամ ցույցին մասնակցելը, որը ենթակա է դադարեցման Վրաստանի ներքին գործերի նախարարության պահանջով առաջին անգամ կհանգեցնի վարչական կալանքի մինչև 60 օր ժամկետով։ Բացի այդ, մինչև 60 օր ժամկետով վարչական կալանք կսահմանվի այն անձի նկատմամբ, որը հավաքի ժամանակ ունի զենք, հրավառ նյութ կամ առարկա, որն օգտագործվում է այլ անձանց կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու համար։ Նման արգելված գործողությունների կրկնակի կատարումը կհանգեցնի քրեական պատասխանատվության մինչև 1 տարի ժամկետով, իսկ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ նմանատիպ անօրինական գործողությունը մինչև 2 տարի ժամկետով։ Բացի այդ, քրեական օրենսգրքում ավելացվում է նոր հոդված, որը քրեական պատասխանատվություն կսահմանի այն անձի նկատմամբ, որը երրորդ անգամ կվիրավորի իրավապահ մարմնի աշխատակցին կամ կխախտի նրա օրինական հրամանը։ Նշված անձը կդատապարտվի մինչև 1 տարի ազատազրկման, իսկ կրկնության դեպքում մինչև 2 տարի ազատազրկման։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցերում անդրադարձել է հոկտեմբերի 4-ին Ատոնելի փողոցում ցուցարարների կողմից նախագահական պալատի վրա գրոհին։ Պապուաշվիլիի խոսքով ամոթալի է, որ Բրյուսելը չի դատապարտել նստավայրի վրա կատարված բռնի գրոհը։ 13-րդ օրն է, ինչ Բրյուսելը չի դատապարտում նախագահական պալատի վրա այս բռնի հարձակումը։ Սա ամոթալի է, գրել է Պապուաշվիլին։ Խաղաղության պահպանումը մեծ ջանքեր է պահանջում։ Մենք վճռականորեն ընտրել ենք այս ուղին, քանի որ պատերազմը հանգեցնում է մարդկային ողբերգության, ավերածությունների եւ մահվան, իսկ խաղաղությունը երկրի առաջընթացի եւ զարգացման, իսկ ժողովրդի համար ավելի մեծ բարգավաճման, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն ելույթ ունենալով վետերանների օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով խաղաղության ձգտումը նշանակում է հայրենիքը պաշտպանելու մշտական պատրաստակամություն, եւ վետերանների փորձն գնահատելի է այս պատրաստակամության մեջ։ Ես կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր հայրենասիրության, երկրի զարգացման գործում ձեր առանձնահատուկ ներդրման եւ նվիրվածության համար։ Մենք շարունակելու ենք ջանք չխնայել, որպեսզի ձեր աշխատանքը պատշաճ կերպով գնահատվի։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ վետերանների օրվա կապակցությամբ եւ մաղթում եմ ձեզ խաղաղություն, տոկունություն եւ բարգավաճում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ չի բացառել, որ Թուրքիան կարող է Գազայի հատվածի օպերատիվ խմբի կազմում զորախումբ ուղարկել։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել անկախ Պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ։ Նրա խոսքով Գազայում դեռ շատ բաներ կա անելու, այդ թվում տարածաշրջանի վերակառուցման ուղղությամբ։ Չնայած ստեղծվել է փխրուն վստահության մթնոլորտ, չի կարելի մտածել, որ խնդիրը լուծվել է, ասել է Էրդողանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն իր հերթին նշել է, որ Իսրայելը հրադադարից հետո հազիվ թե ոչինչ
չձեռնարկի։ Իսրայելը կարող է իր ուշադրությունը կրկին ուղղել դեպի Լիբանան, Սիրիա եւ Իրան։ Գազայում խաղաղության ծրագրի առաջին փուլը սկսվեց գերիների փոխանակումից հետո։ Իսրայելական զորքերի դուրսբերման երրորդ փուլը կսկսվի տարածաշրջանում միջազգային աշխատանքային խմբի տեղակայումից հետո։ Եվ եթե խոսքը արդար համակարգի մասին է, Թուրքիան պետք է լինի այդ խմբի մաս։ Թուրքիան իր աղետների դեմ պայքարի գործակալության նախկին ղեկավարին նշանակել է Գազային օգնություն ցուցաբերելու պատասխանատու։ Այս մասին հայտնում է Reuters-ը հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։ Այն հայտնել է, որ Թուրքիայի աղետների դեմ պայքարի ԱՖԱԴ գործակալության նախկին ղեկավար Մեհմեդ Գյուլուօղլուն, որը նաև նախկին դեսպան է, նշանակվել է պաղեստինցիներին մարդասիրական օգնության համակարգող եւ մեկնել է տարածաշրջան։ Թուրքիան մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները արագ կերպով օգնությունը Գազա հասցնելու, ժամանակավոր բնակելի տարածքներ ստեղծելու եւ Գազան վերականգնելու համար, ասել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։ Գյուլուօղլուն աշխատանքներ կտանի Գազային անհրաժեշտ օգնությունը որոշելու եւ առաջնահերթություններ սահմանելու համար։ Կհամակարգի իր գործողությունները ՄԱԿ-ի հիմնարկների հետ, կապահովի Թուրքիայից օգնության անարգել առաքումը, մատակարարումների շուրջ կխորհրդակցի Եգիպտոսի եւ Հորդանանի պաշտոնյաների հետ, կաշխատի վիրավորների տարհանման եւ Թուրքիայի կողմից Գազային տրամադրվող բժշկական օգնության ընդլայնման ուղղությամբ։ Թուրքական լիրան անկում է ապրել 0.2%-ով, հասնելով $1 համար 41.95 Այն տարվա սկզբից ի վեր անկում է ապրել 16%-ով, լիրան անկում է ապրում 15 շաբաթ անընդմեջ։ Ոլորտի մասնագետների հավաստմամբ լիրայի անկումը զարմանալի չէ։ 2023 թվականից ի վեր արժույթը գրեթե ամեն երկրորդ օրը միջինում հասել է պատմական ցածր մակարդակի ամերիկյան դոլարի նկատմամբ։ Ներդրողների համար կարևոր են երկու բան. արդյոք կենտրոնական բանկը բավարար պահուստներ ունի արժույթի կանոնավոր արժեզրկման համար եւ երկրորդ այս արժեզրկման արագությունը։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտնել է, որ Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լարիջանին հայտնել է, որ Պուտինին է փոխանցել իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր, նաև Թեհրանի եւ Մոսկվայի միջև տնտեսական, տարածաշրջանային եւ միջազգային գործակցությունը։ Այաթոլլա Խամենեիի ուղերձի բովանդակությունը չի հրապարակվել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Բելարուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը քննարկել են երկու երկրի կապերը, վստահություն հայտնելով, որ հարաբերությունները կընդլայնվեն, այս մասին հաղորդում է ԻՌՆ-ն։ Արաղչին եւ Ռիժենկովը հանդիպել են Ուգանդայի Կամպալա քաղաքում Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման շրջանակում։ Երկու նախարարները քննարկել են իրենց երկրների միջև տարբեր տնտեսական, առևտրային եւ դիվանագիտական ոլորտներում գործակցության առաջընթացը։ Նրանք վստահություն են հայտնել, որ հաշվի առնելով իրենց պետությունների ղեկավարների հարաբերությունները ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը, ականատես կլինեն երկու ժողովրդի համար օգտակար գործակցության ամրապնդման։ Թեհրանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտգործնախարարություն։ Իրանական կողմն իր բողոքն է հայտնել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությունների վերաբերյալ, հաղորդում է Մեհրը։ Օրեր առաջ Լոնդոն այցի ժամանակ Սիկորսկին Մեծ Բրիտանիայի խորհրդարանին է ներկայացրել իրանական արտադրության անօդաչու թռչող սարք, որը նրա պնդմամբ օգտագործվում է Ուկրաինայում շարունակվող Ռուսաստանի պատերազմում եւ կոչ է արել շարունակել աջակցությունը Կիևին։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտնել են, որ տեղի ունեցածը հակաիրանական շոու է, իսկ Սիկորսկու պնդումները անհիմն։ Թեհրանը եւ Մոսկվան բազմիցս հերքել են մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ եւ դրանց առնչվող տեխնոլոգիաներ է մատակարարել Ուկրաինայում պատերազմում օգտագործելու համար։ Նոր Զելանդիան հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին։ Այս մասին նշված է երկրի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսի հայտարարությունում։ Նշվում է, որ պատժամիջոցների վերականգնումն արտացոլում է միջազգային հանրության խոր մտահոգությունն Իրանի կողմից ուրանի հարստացման պարտավորությունների չկատարման վերաբերյալ։ Նոր Զելանդիան մշտապես աջակցել է միջուկային զենքի չտարածման դեմ պայքարի դիվանագիտական ջանքերին եւ մենք կոչ ենք անում Իրանին վերսկսել լիարժեք բանակցություններն ու գործակցություն ՆԱՏՕ-ային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ պատժամիջոցները, որոնք ներառում են ֆինանսական սահմանափակումներ եւ Նոր Զելանդիա մուտքի արգելք, ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը։ Նա հիշատակել է Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը, նշելով, որ դրա շնորհիվ երկրների միջև Թյուրենբուրնում առաջացրած հարցերն անցյալում են մնացել։ Ալիևը տեղեկացրել է, որ երկկողմ օրակարգում նոր դարաշրջան է սկսվել եւ կարեւորել է միջանձնային ու գործարար շփումների վերականգնումը, նաեւ մշակութային հումանիտար ոլորտում գործակցության զարգացումը։ Հանդիպմանն ընդգծվել է նաեւ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջև գործակցության հաջող զարգացումը մի շարք ոլորտներում, ներառյալ բարձր տեխնոլոգիաները եւ օդատիեզերական ոլորտը։ Կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը, քույր քաղաքների միջև կապերի զարգացումը։ Մոսկվան մերժել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեդհիևին, որը ցանկանում էր Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջում իրականացնել։ Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցների աղբյուրների փոխանցմամբ Մեդհիևը ցանկացել է օգտվել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում լարվածությունից եւ պետական հեղաշրջման ծրագիր է փոխանցել ռուսական կողմին, հույս ունենալով աջակցություն ստանալ։ Ծրագրով նախատեսվում էր ստեղծել անցումային պետական խորհուրդ, որը կգլխավորեր անձամբ Մեդհիևը։ Այս ծրագիրը բացահայտվել է Դուշանբեում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ Ռուսական կողմը Բաքվին տեղեկություններ է փոխանցել Մեդհիևի առաջարկի մասին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել իշխանության բռնի զավթման, պետական դավաճանության եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման մեղադրանքներով։ 87-ամյա Մեդհիևը գտնվում է տնային կալանքի տակ։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։